Արդեն մի քանի օր է ինչ Իսրայելի զինված ուժերը օդային եւ ցամաքային գործողություններ են իրականացնում նաեւ Լիբանանի ուղղությամբ հազարավոր լիբանանցիներ արդեն լքել են իրենց տները լրատվամիջոցները նաեւ հայտնում են որ Իսրայելը Լիբանանում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական դիրքեր, բարձունքներ, հարձակումներ են եղել Հեզբոլլահի ավելի քան 250 թիրախների վրա։ Այս ամենի մասին մենք կզրուցենք Լիբանանի խորհրդարանի падգամավոր Հակոբ Բագրատունու հետ։ Բարև ձեզ, պարոն Բագրատունի, շնորհակալ եք, որ մասնակցում եք մեր հաղորդմանը։ Ես սկզբում ուզում եմ հարցնել, թե արդյոք միջազգային լրահոսի այս տվյալները համապատասխանում են իրականությանը, լիբանանյան լրատվամիջոցների, այսպես ասենք, հաղորդագրություններին, տվյալներին։ Բարև ձեզ, ես շնորհակալ եմ ձեզի, հետաքրքրության համար։ Այո, եւ կենթադրեմ նայած միջազգային լրատվական գործակալություններու ուղղվածությամբ։ Պետք է ասել, որ անցած 4 օրերում Լիբանանյան տարբեր շրջաններ, հատկապես հարավ եւ Բեյրութի հարավային արվարձանը, ինչպես նաեւ Բեկայի շրջանի մեջ Իսրայել, այսպես ասած, անսահմանափակ թիրախավորումներու ենթարկած է շրջանները իր հասկացողությամբ Հեզբոլլահի գերfonներ։ Սակայն ավերը, որ կկատարվի, շատ ավելի մեծ է, ճիշտ է, որ հարավային սահմանները ներխուժում թափանցում տեղի ունեցած է իսրայելյան ուժերուն կողմէ, գրավված են գարկմը նոր բարձունքներ, այլ հողատարածքներ եւ ամենեն վադը, որ ռմբակոծումներ են առաջ, թիրախավորում են առաջ, Իսրայել ժողովրդին գոչ կուե ցկել շրջանը ամբողջ եւ քաշվել թեպի հարավային շրջաններեն ավելի հյուսիսային շրջաններ։ Հիմնական նպատակը Իսրայելի կողմէ հարավի մեջ buffer zone-ը ստեղծումն է, ապահովության գոտի ստեղծումն է, անմարդաբնակ, այնպես ինչպես կկատարեր եւ կատարեց միջև Գազայի մեջ։ Հասկանալի է։ Ամենօրյա, ամեն վայրկյան եւ ամեն ժամ այս թիրախավորումները կդարվին թե Բեյրութի մեջ եւ թե Լիբանանի հարավը անverջ անօտաչու սարքեր լիբանանյան երկնքին վրա են հիմա ես խոսիմ եւ արդեն գլսենք այդ ցայնը։ Ժամանակները շատ վտանգավոր են եւ անմիջականորեն այս բادرազմը դադրելու լույսեր չկան։ Պարոն Բագրատունի, իսրայելական կողմը նշում է, որ գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, մինչև լիովին չեզոքացվի Հեզբոլլահը, այսինքն պետք է ենթադրել, որ գործողությունները շատ երկար կարող են շարունակվել։ Իսրայելի հայտարարած խոսույթը այդ է, որ ինքը իր հարձակումները պիտի շարունակի մինչև Հեզբոլլահի զինաթափումը ամբողջությամբ, սակայն բնականաբար նպատակները շատ ավելի անտին են, Իսրայելի համար գրավումն է Լիբանանի ամբողջ հարավը, առավել բարդացրել, որ Լիբանան խաղաղության համաձայնագիր կնքի Իսրայելի հետ։ Պարոն Բագրատունի, նաև իհարկե հարցնելու եմ հայ համայնքի մասին, ինչ գոտիներում են գտնվում, ես գիտեմ, որ Բեյրութում շատ կան եւ Բեյրութը թիրախավորված է, ինչ են անում այնտեղի հայերը, արդյոք ինչ որ անվտանգ գոտիներ են կարողացել տեղափոխվել, թե ոմանց մոտ գուցե արդեն դեպի Հայաստան կամ այլ երկրներ գնալու ցանկություն կա։ Այն շրջանները, որոնք կթիրախավորվին հայկական բնակչություն չկա։ Ընդհանրապես հայկական բնակչությունը Բեյրութի արևելյան շրջաններում մեջ է, Բուրչամուդի եւ Լերդալիբանանի այլ շրջաններում մեջ։ Այնպես որ անմիջական թիրախավորվող շրջաններում մեջ հայեր գոյություն չունին, բացի քանի ընտանիքներ է, որոնք դակավին հարավային Լիբանանի մեջ կապրեին եւ արդեն եկած են քաղաքական գերfonներու մեջ։ Վերաբերի ծեր երկրորդ հարցումին այսօր դակավին դեպի Հայաստան երթալու խնդիր չէ դրված
դակավին այդ խնդիրը անկիրեք ամեն անգամ որ Լիբանանի մեջ պատերազմական թրույթները ստեղծվին այս մտածումը առաջ կուկա հայրենադարձության այսօր ադիգա լուրջ կերպով չտրված որովհետև հայրենադարձությունը միայն պատերազմի օրերու լոզունգ չի գրնալ լալ այլ ծրագրված խնդիր գլա խաղաղ օրերու եւ խաղաղ պայմաններու մեջ նաեւ այդ հարցերը լուծելու այսօր հիմնականին մեջ այն հարցը որ ունենք մեծ թիվով հարավեն եւ արավային արվարձաններեն քաղաքականներու թիվն է վերջին դվյալներու համաձայն այսօր համապատասխան նախարարությունը հայտարարեց որ 100,000-ի հասած է այդ թիվը որոնք կուքան եւ բնակին այսպես ասած pedagogan հաստատություններու pedagogan գրթական հաստատություններու մեջ իբրև քաղաքականներ ասիկա կստեղծե բնականաբար ընկերային տնտեսական նոր վիճակ եւ եթե շարունակվի պատերազմը որը դակավին ավարտի մասին դրական սելիկներ չունենք գրնա ստեղծել նոր վիճակ գրնա ստեղծել ընկերային լուրջ տագնապներ գրնա խոսվել նաեւ չարաշահության մասին եւ այս բոլորին դիմաց բնականաբար մեր ազգային գառույցները սկսեն եւ համապատասխան միջոցներուն գտնեն Շնորհակալություն մանրամասն տեղեկությունների համար, պարոն Բագրատունի, հարգելի հեռուստատողներ, ես ձեզ հիշեցնեմ, որ հեռավար մենք զրուցում ենք Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ։